Հայաստանի պետական պարտքն ավելացել է հասնելով 5 տրիլիոն 318 միլիարդ դրամի, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ավել է 4,4, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված 5,8%-ով։ Հաշվի առնելով վերջին շրջանում լրատվամիջոցներում շրջանառվող շահարկումներն ու եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ մեծ հետաքրքրությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշել է ասուլիսի շրջանակներում պարզաբանումներ անել։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը հնահարաբերակցությամբ նվազել է 0,1%-ային կետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինն ավելացել է հասնելով 50% մակարդակի, ինչը Հովհաննիսյանը բավական լավ ցուցանիշ է համարում։ Վերջի շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց, երբ որ խոսում ենք պարտքի մասին եւ մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում էին, որպեսզի մենք մեր փորձով կիսվենք եւ ցույց տանք, թե ինչպես ենք մենք կարողացել ներքին պարտքը այդքանով ավելացնել։ Այնուամենայնիվ լրագրողները նկատում են 2018 թվականին ստանձնելով երկրի կառավարումը իշխանությունը խոստացավ արտաքին պարտքի նվազում, միայն թե 6,8 միլիարդ դոլարը դարձավ 13 միլիարդ։ Իրա բացարձակ մեծությունը ըստ էության այդքան էական չի, կապ ունի, թե դուք որքան եկամուտ ունեք, որովհետև համախառն ներքին արդյունքը դա այն համախառն եկամուտն է կամ այն համախառն արդյունքն է, որը մեր պետությունը, մեր բոլոր քաղաքացիները միասին տնտեսությունը ստեղծում են մեկ տարվա ընթացքում։ Ավելացել է պետական բյուջեի եկամուտը, շատացել են ծախսերը, արտաքին պարտքի մեծացումը համահունչ է եկամուտներին, ասում է նախարարը։ Այսօր պարտքի մակարդակը լինի 13 միլիարդ, վաղը լինի 50 միլիարդ եւ այստեղ կարևորը այն է, որ թե ինչքան է մեր համախառն ներքին արդյունքը զուգահեռաբար աճում։ Դրա համար մենք սովորաբար խոսում ենք պարտք գնահատական ցուցանիշից, որը, ինչպես ես նշեցի, 24 թվականի արդյունքում 0,1%-ային կետով նվազել է։ Մարտի սկզբին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 միլիոն դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր, 7,1% եկամտաբերությամբ։ Հիմա արդեն լռության ժամկետը լրացել է եւ նախարարն արդյունքների մասին կարող է խոսել։ Ուրախ ենք, որ սպրեդը, որը մենք ունեցել ենք, որը 2,86%-ային կետ է կազմել, դա մեր վերջի թողարկման համեմատ, որը կազմել է գրեթե նույն մակարդակի է եղել, որը 21 թվականին ենք թողարկել, 2,84։ Եվրապարտատոմսերի թողարկումից ստացած զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով։ Ներդրումների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպան 14%, Մեծ Բրիտանիան 45%, ԱՄՆ 34% եւ Միջին Արևելք եւ Հյուսիսային Աֆրիկան 5%։ Թեև ասուլիսը թեմատիկ էր եւ ակնկալվող հարցերի շրջանակը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի կառավարմանն ու եվրապարտատոմսերի թողարկմանը պետք է վերաբերեին, այնուամենայնիվ անձնական բնույթի հարցերից նախարարին խուսափել չհաջողվեց։ Շարունակում եք արդյոք ձեր այգետնակը կամ նման ձեր հաստատությունները տալ վարձով։ Այո, շարունակում եմ վարձով տալ իմ այգետնակը այդ ընկերությանը, ով որտեղ տնտեսական գործունեություն է իրականացնում։ Ճիշտն ասած, ում են իրանք ծառայություն մատուցում, ինձ չեն հարցնում, ես չգիտեմ ումից են ստանում եկամուտ, իմ տեղեկություններով պետական մարմիններին ծառայություն չեն մատուցել, չգիտեմ, ուրիշ գույք չունեմ, որպեսզի վարձով տամ, այդ մի տունն է, այդ էլ վարձով եմ տվել, որտեղ այդտեղ չեմ ապրում, որտեղ Երևանում եմ վարձով ապրում։ Հավանաբար տարեվերջին կսկսվի ամուլսարի գործարկումը, այն մեր հնայի աճի վրա էական ազդեցություն կունենա, ասում է նախարարը։ Եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա կարող է որոշակիորեն մեր գնահատմամբ 0,5%-ի շրջանակներում ազդեցություն ունենալ համախառն ներքին արդյունքի աճի վրա,
բոլորը արդեն դրա մասին խոսում են եւ մենք էլ ենք դրա մասին խոսում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որը մեր կարծիքով կազմում է 5-ից 5.5%։ Եթե նույնիսկ ամուլսարի գործարկումը չլինի, Վահե Հովհաննիսյանի կարծիքով տարեվերջին կկարողանան հասնել տնտեսական աճի այն ցուցանիշին, որը դրվել է բյուջեի հիմքում։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։